Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գարուն Թավյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Եկեղեցու դեմ պայքարի նոր դրսևորում եւ վտանգավոր խոսույց Սփյուռքի ներկայացուցիչ լեզվով, ինչ է իրականում տեղի ունենում։ Ուրացում, թե նոր քաղաքական ձևակերպումներ, երբ անժխտելին սկսում են քննարկել։ Թրիպ առանց Հայաստանի, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը բաժանում են տարածաշրջանի քարտեզը, նոր միջանցք, թե նոր պայմանավորվածություն։ Վանդալիզմ եւ Թուրքիայի դրոշ, ինչ առաջնահերթություններ ունեն ՔՊ-ականները։ Ինքնասպանության 6 փորձ եւ 1 մահ, ինչ է կատարվում Արմավիր քրեակատարողական հիմնարկի փակ պատերի ներսում, ինքնավնասում, թե չլսվող խնդիրներ։ Գործող իշխանության ներկայացուցիչները դեռևս չեն կողմնորոշվել, թե ինչ տեսակետ ունեն օկուպացված Ստեփանակերտում ավերված Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, դա չեն դարձնելու պետական մակարդակով քննարկվող թեմա, որովհետև ունի հստակ սահմանում խաղաղության համար։ Եթե սահմանին չկա կրակոց, ապա ամեն բան լավ է։ Իսկ ԿՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասել է, որ դատապարտում է, բայց որոշ վերապահումներով։ Մշակութային պատկանելությունը պետք չի, այդ մշակութային ցանկացած կոթողի հետ պետք չի այդ ձևով վարվել, բայց այդ էլ պետք է մի հատ ճշտենք ինչ աստիճանի է էլի, այդ ամեն ինչի մասին խոսում են, եթե Մայր տաճարին են վնաս տվել, ես կարծում եմ դա արդեն իր գնահատականն ունի, որովհետև չի կարելի մշակութային ցանկացած քարի կտոր ամբողջ աշխարհում պաշտպանվում է եւ միջև անգամ դրա համար ինստիտուտներ է ստեղծված, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, մյուսն է, ես կարծում եմ պետք է միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պայքարեն, որպեսզի նման գործողություններ չլինի։ Մինչ պաշտոնական Երևանը կամուկացի մեջ է, Գեղարդ հիմնադրամն ահազանգ է հնչեցնում։ Մենք ենք մեր սարերը, հուշարձանը ոչնչացման վտանգի տակ է։ Հիմնադրամը հղում է արել հուշարձանը ոչնչացնելու մտադրության մասին ադրբեջանական սոցցանցերում տարածվող լուրերին եւ հաշվի է առել, որ ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են հայկական հոգեվոր մշակութային երկու կառույցներ՝ Սուրբ Հակոբ եկեղեցին եւ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։ Գեղարդ հիմնադրամը դիմել է միջազգային մշակութային կառույցներին։ Դիմում ենք միջազգային մշակութային կառույցներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին, քրիստոնեական համաշխարհային կազմակերպություններին ու կրոնական կենտրոններին, կաթոլիկ ուղղափառ բողոքական եկեղեցիներին, խնդրելով խոչընդոտել Ադրբեջանի վանդալիզմի քաղաքականությունը եւ ճշգրտումներ անել Արցախում հայկական մշակութային ժառանգության, հատկապես վանդալիզմի ենթարկված կամ վանդալիզմի ենթարկված լինելու մասին հայտարարություններում մատնանշված մշակութային հուշարձանների վերաբերյալ։ Պաշտոնական Երևանին շարունակում է անհանգստացնել Թուրքիայի դրոշն այրելու փաստը։ Դրա մասին արդեն 3 օր է խոսում են տարբեր հարթակներով։ Այսօր էլ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է խոսել ու շեշտել, որ դա հակասում է իրենց ուժի որդեգրած արտաքին քաղաքականությանը։ Պետությունը ունի իր արտաքին քաղաքականությունը եւ նորից եմ ասենք 4 օր առաջ ես Թուրքիայում ունեցել եմ լավ հանդիպումներ։ Թուրքիան առաջարկ է արել, իմ գործընկերը առաջարկ է արել Հայաստանը, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ տարածաշրջանային պարլամենտական շրջանակ վերցնի։ Մենք խաղաղություն ենք 2 տարի ամա եկեք վառել եմ դրոշ, ես հերոս եմ։ Այդ է իրանց հերոսությունը։ Այդ մեծ խոսալը հերոսությունները պետք է եղած վախնել, բան է անչա 220 կիլոմետր արագությամբ վազել հակառակ ուղղությամբ։ Ջայրով երթի մեկնարկից առաջ Թուրքիայի դրոշն այրելը դատապարտել են պաշտոնական Երևանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանական վարչակարգը պահանջել է Հայաստանի Հանրապետության կառավարությունից դատապարտել Թուրքիայի դրոշը այրելը։ Այս հայտարարությանն անդրադարձել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով սա այլևս միայն դրոշի հարց չէ։ Սա հարց է այն մասին, թե ով է որոշում մեր երկրում ինչն է թույլատրելի եւ ինչը ոչ, գրել է Սաղաթելյանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն թույլ է տալիս բացահայտ միջամտել մեր երկրի ներքին գործերին եւ պահանջել պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ջահերով երթի ժամանակ տեղի ունեցած ակցիայի համար։ Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ աղետալի մակարդակում է գտնվում Հայաստանի ինքնիշխանությունը, երբ հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս Հայաստանի Հանրապետության պետական համակարգին։ Սա ուղղակի ապացույցն է այն բանի, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ։
Քաղաքական գործիչների համար մտահոգիչ էր նաև Փաշինյանի հայտարարությունը, որում կրկին փորձել է վերաձևակերպել ցեղասպանության ընկալումը, այն դիտարկելով ոչ միայն որպես պատմական ողբերգություն, այլև քաղաքական հետևությունների աղբյուր։ Մեծ եղերնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։ Մեծ եղերնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր։ Մենք ունենք պետություն եւ խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում հանձնառություն ստանձնող իշխանությունը պետք է բավարար արժեքներ, մաքրություն, սկզբունքներ, վճռականություն ու հետևողականություն ունենա թե ներքին եւ թե արտաքին հարաբերություններում։ Մի քանի տարվա տարբերությամբ նույն թեմայի շուրջ հնչած ձևակերպումները կարող են ամբողջությամբ փոխել քաղաքական ուղերձի ընկալումը։ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, նա հայոց ցեղասպանությունը ներկայացնում էր որպես անքննելի պատմական փաստ, ընդգծելով դրա միջազգային ճանաչման կարևորությունը։ Սակայն տարիների ընթացքում այդ մոտեցումը զգալիորեն փոխվեց։ Նույն թեման սկսեց ներկայացվել արդեն որպես քննարկման ենթակա հարց։ Փորձագետների գնահատմամբ սա պարզապես բառերի փոփոխություն չէ։ Ինչ է նշանակում այս փոփոխությունը՝ նոր քաղաքական ձևակերպում, թե վտանգավոր շեղում արդեն հաստատված պատմական ընկալումներից Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Հայոց ցեղասպանության ճանաչումը չենք դիտում սոսկ, չենք դիտում հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Մենք դա տեսնում ենք ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման եւ գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում, որովհետեւ ակնհայտ է, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը նոր ցեղասպանությունների կանխարգելման ամենաարդյունավետ գործիքն է եւ այս ճանապարհին իհարկե մենք պետք է լինենք մաքսիմալ պրոակտիվ։ Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, ազգային ժողովի ամբիոնից նա խոսում էր հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համամարտկային նշանակության մասին, այն դիտարկելով որպես անքննելի պատմական իրողություն։ Սակայն տարիների ընթացքում այդ մոտեցումը փոխվեց, երբ նա արդեն իր իսկ խոսքով փորձառու վարչապետ էր, նույն թեման սկսեց ներկայացվել ոչ թե որպես հաստատված փաստ, այլ դեռ քննարկման ենթակա թեմա։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Թե ինչպես է եղել ցեղասպանությունը, պատմել են ցեղասպանությունից փրկված հայերը, գրել ու փոխանցել են պատմիչները, հայ եւ միջազգային։ Վստահելի աղբյուր են նաեւ արտգործնախարարության հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքեջերը, բայց հարցը ամենևին էլ պատմություն կամ վստահելի աղբյուրներ չունենալը չէ։ Սա հստակ քաղաքականություն է ցեղասպանությանը վերաբերող փաստերը կասկածի տակ դնելու, քննարկման առարկա դարձնելու համար, ընդգծում է պատմաբան Խաչատուր Ստեփանյանը։ Թուրքական կողմն նման առաջաններ անում, եկեք պարզենք, պատմաբաններով հավաքվենք, պատճառները վերհանենք, բայց մոռանում ենք, որ հենց թուրքական դատարանը 1919 թվականին նույն մեղադրանքներով ցեղասպանություն իրականացած գործիչներին դատապարտել էր մահվան։ Ճիշտ է, մահվան դատավճիռը չիրականացվեց, որովհետև այդ իրագործողները Թուրքիայում չէին, նաև թուրքական իշխանությունները այդ պահին հակված չէին ամբողջ ջանքեր գործադրելու։ Զավեշտալի մի հայտարարություն էր արել ԿՊԱ-ական падգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որի նախնիները իր խոսքով եւ հայրական եւ մայրական կողմից արևմտյան Հայաստանից էին ու ցեղասպանության ականատես։ Նա հստակեցում էր ուզում։ Ես ուզում եմ, որպեսզի այդ ազգանունները արձանագրվեն, որը կարող է 1.5 միլիոնի կարող ավելի շատ է կամ քիչ է։ Մինչև հիմա մեր երկիրը ինչի այդ խնդիրը չի հասցեականացրել։ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ գործող իշխանության որոշ հայտարարություններ եւ արտաքին քաղաքական վարքագիծը որոշ հարցերում համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ձևավորվող նարատիվների հետ, հատկապես ցեղասպանության թեմայի շուրջ։ Նրա խոսքով սա վտանգում է պատմական ընկալումների հավասարակշռությունը, որտեղ Թուրքիան ներկայացվում է որպես ժխտող կողմ, իսկ Հայաստանը որպես ցեղասպանված ժողովուրդ։ Արտաքին գործերի նախարարության ամենամյա ուղերձում, որը արվում էր ցեղասպանության միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 9-ին ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի շրջանակներում այնպիսի տեքստ էր, որտեղ որ հայոց ցեղասպանության մասին, հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու մասին, դրա անհրաժեշտության մասին ոչ մի նշում չկար արված։
Եվ արդեն իսկ պարզ էր դարձել, որ հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը, այնպես ինչպես Արցախի ինքնորոշման օրակարգը, այս իշխանությունները մի կողմ էին գցել։ Իսկ Ստեփանյանի համոզմամբ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միայն ազգային օրակարգ չէ, այլ համաշխարհային անվտանգության եւ կանխարգելման հարց։ Արևմտյան Հայաստանի գյուղերում ոչ բոլոր ծխամաջաններ են պահպանվել, իսկ եթե ծխամաջաններ չեն պահպանվել, այդ բնակչության գյուղի բնակչության բոլորի անունները բնականաբար չէին հիշի, բայց դա չի նշանակում, որ տվյալ գյուղում 1000 հոգի չի զոհվել։ Միևնույն ժամանակ փորձագետները կապ են տեսնում տարածաշրջանային վերջին զարգացումների եւ պատմական հիշողության քաղաքականության միջև, նշելով, որ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումները եւս կարող են դիտարկվել որպես վտանգավոր նախադեպերի հետևանք։ Ինչու ենք մենք հետամուտ լինում որպես պետություն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որպեսզի դրա կրկնությունը թույլ չտանք։ Ինչու ենք մենք հետամուտ լինում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որպեսզի այլ ժողովուրդների հետ էլ տեղի չունենա ցեղասպանություն, այնպիսի ցեղասպանություն, ինչպիսին այսօր տեղի ունենում է Գազայում, մասնավորապես։ Պատմական համատեքստում հաճախ հիշեցվում է նաև այն փաստը, որ հայոց ցեղասպանության անպատժելիությունը ժամանակին դարձել է վտանգավոր նախադեպ նույնիսկ համաշխարհային քաղաքականության համար։ Այդ համատեքստում հաճախ մեջբերվում է Հիտլերին վերագրվող հայտնի արտահայտությունը, ով է հիշում հայերի ոչնչացման մասին։ Ցեղասպանության ժխտումը, ուրացումը, հերքումը Հայաստանում քրեորեն պատժելի արարք է։ Մենք անընդհատ խոսում ենք ու ճիշտ ենք անում, պարզա պիտի խոսենք մեծ եղեռնի մասին։ Բայց մեր իրականության մեջ օրինակ ընկալված է երիտ թուրքերի եւ հայ հեղափոխական դաշնակցության հարաբերությունների հարցը։ Մինչ վարչապետ Փաշինյանը փորձում էր բացատրել իր ձևակերպումները, ընդգծելով պատմությանը վերադառնալու եւ հասկանալու անհրաժեշտությունը, միջազգային մասնագիտական կառույցները արձագանքեցին քննադատաբար։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարեց, որ նման հարցադրումները կարող են վտանգավոր լինել, քանի որ դրանք մարտահրավեր են նետում հայոց ցեղասպանությանը որպես հաստատված պատմական փաստի եւ կարող են խաթարել միջազգային ընկալումների կայունությունը։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Էդիկ Մալակյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ինֆորմացիոն հոսքերի կառավարում, թե պարզապես տեխնիկական խնդիրներ։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքեջից անհետացել է ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին II այցը լուսաբանող նյութը։ Միաժամանակ մամուլում տեղեկություններ են շրջանառվում նաև թանգարան ինստիտուտի երկու աշխատակիցների հնարավոր ազատման մասին։ Զուգահեռ վտանգավոր խոսույթ են դաշտ գցում Սփյուռքի ներկայացուցչի միջոցով։ Փորձագետները մտահոգված են, սա կարող է մատնանշել ավելի լայն միտում, կապված հիշողության քաղաքականության, տեղեկության ընտրովի ներկայացման եւ հանրային դաշտում ձևավորվող նարատիվների հետ։ Ինչ է իրականում տեղի ունենում, պատահական բաց թողում, թե համակարգված մոտեցում, ռեպորտաժում։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը կայքեջից հեռացրել է կաթողիկոսի այցը լուսաբանող նյութը։ Մամուլը գրում է նաև երկու աշխատակիցներին հեռացնելու մասին։ Տեղեկությունը համապատասխանում է արդյոք իրականությանը։ Փորձեցինք պարզել թանգարան ինստիտուտից։ Տեղեկացնում եմ, որ մեր հեռախոսազանգը ձայնագրվում է։ Ուզում եմ խոսել լրատվության բաժնի աշխատակիցների հետ, չեմ կարողանում, նաև տնօրենի հետ եմ ուզում կապ հաստատել, չի ստացվում։ Նրանք անջատում են։ Ես միանում եմ, բայց նրանք անջատում են, չեն պատասխանում։ Շատ լավ։ Դրանից առաջ եւ հետո մի քանի անգամ եւս զանգեցինք, ոչ մի արձագանք։ Այն, որ կաթողիկոսի այցի Ծիծեռնակաբերդում բարեխոսական կարգի մասին նյութը չկա, փաստ է, եւ կանխատեսելի իրողություն ընդգծում է պատմաբան Թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Եվ ամենավատ այս պատմության մեջ է նա, որ սա շարունակական է լինելու, որտեղ իշխանությունները արդեն պատրաստ են ամեն ինչ։ Իրենց համար չկան կամիջ գծեր, չկան ինչ-որ սահմանափակումներ, որ սա չի կարելի, սա ուղղակի վերջին դրվագն է, որից այն կողմ անցնելը ուղղակի անթույլատելի։ Իրենց մոտ անթույլատելի բոլոր սահմանները անցել են։ Մինչ ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքից հեռացնում են կաթողիկոսի այցի մասին պատմող նյութը, հանրային հեռուստաընկերությունը ընդհանրապես չի ցուցադրում, չի խոսում այդ մասին։
Բարև ձեզ։ Այսօր լրանում է հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Հանրային հեռուստաընկերության ղեկավար Հովհաննես Մովսիսյանից փորձեցինք պարզել, ինչու չեն լուսաբանել կաթողիկոսի այցը, ասաց գրավոր են պատասխանում հարցերին։ Հանրային հեռուստաընկերության քաղաքականությունը պարզ է, քաղաքացիների հարկերից սնվում, բայց քաղաքացիական պայմանագրի համար են աշխատում, ընդգծում են Մենուա Սողոմոնյանն ու Գևորգ Ղուկասյանը։ Հանրային հեռուստաընկերության մասով ամեն ինչ երևի ավելի քան պարզ է, այստեղ շատ քննարկելու թեմա չկա։ Բայց ցավով պետք է արձանագրել, որ կատարելով քաղաքական եւ քաղաքական իշխանության պահանջները, ցեղասպանության թանգարան ինստիտուտը որպես ինստիտուտ, որպես ակադեմիական հարթակ, որպես մի հարթակ, որտեղ ակադեմիական ազատություն եւ ցանկացած ազատություն, որ չի հակասում օրենքին, պիտի երաշխավորված լինի, կորցնում է իր արժեքը։ Հանրայինը չի ցուցադրում կաթողիկոսի այցն ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նահատակների բարեխոսական կարգը։ Փոխարենը հուշահամալիրում կառուցած հատուկ տաղավարից հատուկ ուղերձներ է հեռարձակել ցեղասպանության զոհերի թվի սփյուռքի վերաբերյալ։ Կարելի է ասել, որ մինչև 1.5 միլիոն հայ զոհերի թիվը, եթե հաշվի առնենք ամբողջ ընթացքը հայոց ցեղասպանության եւ քեմալական այդ Թուրքիայի հալածանքներին, կարելի է ասել, որ համապատասխանում է իրական է, այսինքն իրականությանը կարող է համապատասխանել, եթե հաշվի առնենք ոչ միայն ուղիղ կոտորածների, այլ նաև սովից համաճարակներից զոհերի թիվը։ Հայկ Դեմոյանի խոսքով Թաթոյանը ինստիտուտի այն գիտաշխատողներից է, որ պատմությունը լավ գիտի, պարզապես ծուղակն է ընկել։ Ինքը ամբողջին ցենելով դրվել է խարդավանքներին եւ իրեն հարմարեցրել են իր հնչած մտքերը, թեզերը հարմարեցրել են այսօրվա կպահական նիկոլական թեզերին ակնհայտ է։ Կիրո Մանոյանի խոսքով Ռոբերտ Թաթոյանի խոսքը այնպես չէ, թե սխալ է։ Հարցն այն է, թե ինչպես են ներկայացնում հանրությանը։ Գիտականորեն շատ սխալ բան չկա, այսինքն այնպես չէ, որ 1.5 միլիոնը չարտվեր է։ Ցեղասպանությունը նշանակում կարտել։ Ցեղասպանությունը նշանակում է ունենալ հստակ դիտավորություն, այդ դիտավորությունը լինի ինչ-որ էթնիկ ազգային խումբ բնաճնչելու, ամբողջությամբ կամ մասնագի բնաճնչելու քաղաքականություն, նույնիսկ քայլ առնելու պետք ունի, որովհետեւ ցեղասպանություն լինի։ Եվ ճիշտ է, որ ոչ որ 1.5 միլիոնը զոհվել են, նահատակվել են, բոլոր անպայման ծրից են անցած, ստեղծել են պայմաններ, օրվա Օսմանյան Թուրքիայի իշխանությունները ստեղծել են պայմաններ, որ հստակ էր, որ արդյունքը պիտի լինի ոչնչացումը այդ մարդկանց մեխանալը։ Սրով արել են, ծոված պահելով արել են, դա ոչինչ չի բաղկացնում ցեղասպանության փաստից։ Հանրային հեռուստաընկերությունը հատուկ տաղավարից մեկ այլ հատուկ ուղերձ էր ցուցադրել Սփյուռքի վերաբերյալ։ Եթե ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի արտաքին գործոց նախարարը հայտարարում է կամ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ասում է ցեղասպանությունը առաջնայինը չի մեր պետական քաղաքականության մեջ, վա, ինչպես կարելի է, զարմանում եմ։ Այսինքն իրենց համար զարմանք է առաջացնում։ Այն ինչ որ եթե գիտակցենք, պետությունը ունի իր առաջնային խնդիրները եւ բնականաբար ցեղասպանությունը մտնում է այդ ամբողջ ծրագրի մեջ, բայց չի կարող դառնալ առաջնային։ Այս հարցը արդեն ինքը մի խնդիր է, որ շատերը չեն ըմբռնում։ Շվեդիայի Սփյուռքի հանձնակատար եւ Եվրոպայի հայերի համագումարի նախագահ է ներկայացել Կարո Հակոբյանը։ Նրա խոսքով Սփյուռքը պետք է ունենա նոր մտածելակերպ, նոր ժամանակներին համապատասխան։ Բայց Սփյուռքում Կարո Հակոբյան անուն ազգանունով ներկայացուցիչը գրեթե դերակատարում չունի, նշում են Գևորգ Ղուկասյանն ու Կիրո Մանոյանը։ Եվրոպայի հայկական Սփյուռքի բոլոր դերակատար կազմակերպությունների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով շփման մեջ եմ, էլի այդ կազմակերպությունը, որի անունից նա ներկայանում է, չեմ, այսինքն դերակատար կազմակերպություն չէ։ Իսկ ասվածը իր հերթին հակասում է սփյուռքագիտության դասական կանոններին, որովհետև աշխարհի գրեթե բոլոր կայացած սփյուռքեր ունեցող ժողովուրդների պարագայում սփյուռքերը իրենց քաղաքականությունը չեն պայմանավորում հայերի պետության արտաքին քաղաքականությամբ։
Սփյուռքը գործել քաղաքական օրակարգ է ունեցել անգամ այն պայմաններում, երբ Հայաստանն անկախություն չի ունեցել։ Սփյուռքը անկաշկանդ է ավելի, քան պետությունը, եւ այս փաստից պետք է օգտվի պետությունը, ոչ թե կաշկանդի նաեւ Սփյուռքին, նշում են զրուցակիցներս։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Սփյուռքի տարբեր համայնքներում տեղի են ունեցել միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Արդարության երթ է տեղի ունեցել Վաշինգտոնում հայ երիտասարդ դաշնակցության գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական ֆեդերացիայի Վաշինգտոնի անի մասնաճյուղի երիտասարդներն ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեսպանատնից Թուրքիայի դեսպանատուն եւ Սպիտակ տուն։ Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, պաշտպանել արցախահայերի վերադարձի իրավունքը եւ վերջ դնել ԱՄՆ-ի մեղսակցությանը Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպանության շղթման գործում։ Generations lived and died under foreign rule, and yet Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել X-ի իր էջում։ Նա շեշտել է, որ պետք է թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։ Քաղաքապետն անդրադարձել է նաև Արցախի բռնի տեղահանությանը։ 2023-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100,000 հայերի, շարունակելով ցեղասպանական արշավը, որն սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ, գրել է Մամդանին, ու վերահաստատել հայ ժողովրդի եւ բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության եւ ինքնորոշման իրավունքը։ Հարավային Կովկասում ձևավորվող նոր նախաձեռնությունները տեղափոխվում են փակ բանակցությունների հարթակ, որտեղ որոշումները հաճախ կայացվում են առանց լայն հրապարակայնության։ Այդ գործընթացներում սակայն երբեմն առավել խոսուն է ոչ թե այն, ինչ հայտարարվում է, այլ այն, ինչ չի ասվում։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերը դուրս են գալիս զուտ տնտեսական տրամաբանությունից եւ վերածվում ազդեցության բաշխման գործիքների։ Ուշադրության կենտրոնում է հայտնվել TRIP նախագիծը, որը ըստ տարբեր գնահատականների կարող է ազդել ոչ միայն հաղորդակցությունների, այլև տարածաշրջանային դերաբաշխման վրա։ Ինչ տրամաբանությամբ է այն առաջ մղվում եւ ինչ տեղ կարող է ունենալ Հայաստանը այս զարգացումներում, ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը սկսել են Թրամփի երթուղու TRIP միջանցքի շուրջ տեխնիկական բանակցությունները։ Սա մի նախագիծ է, որն ըստ փորձագետների կարող է վերաձևավորել ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային եւ էներգետիկ քարտեզը։ Իսկ ուշագրավն այն է, որ միջազգային մամուլում Հայաստանն այդ քննարկումներում գրեթե չի հիշատակվում։ Վաշինգտոնը խոսում է ռազմավարական ենթակառուցվածքային առաջնահերթություններից, Բաքուն իր տարանցիկ նշանակության աճից, Եվրոպան էներգետիկ անվտանգության նոր աղբյուրներից։ Սակայն հարցը մնում է բաց, այս նոր երթուղին կառուցվում է Հայաստանի մասնակցությամբ, թե հենց Հայաստանի շրջանցման հաշվին։ Ըստ քաղաքագետ Արա Պողոսյանի, այս նախագիծը չի կարող դիտարկվել զուտ տնտեսական տրամաբանությամբ, քանի որ դրա հիմքում ընկած է տարածաշրջանային ուժային բալանսը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա բնույթը ֆիքսենք նաև որ խորքում ունի շատ բարդ տրամաբանություն հաղթողի կողմից պարտադրանք պարտվողին։ Ստեղծված այսպիսի կոնֆիգուրացիայում, երբ Ադրբեջանը միանշանակորեն պահանջում էր Հայաստանից միջանցքին արդեն տվել էին իրենց պատկերացրած անունը Զանգեզուրյան միջանցք եւ սպառնում էին, որ եթե Հայաստան ինքնակամ չտա միջանցք, ապա Ադրբեջանը դա կանի ռազմական ուժի կիրառմամբ։ Սակայն քաղաքագետի դիտարկմամբ իրականում քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցերը համաձայնեցվում են դոմինանտ խաղացողների Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Պողոսյանի գնահատմամբ այս պահին դժվար է ասել, թե կուլիսային ինչ պայմանավորվածություններ կան, քանի որ գործընթացը հանրության համար թափանցիկ չի եղել։ Դժվար է պատկերացնել գոնե թե այս պահին, թե ինչպիսի, օրինակ, կուլիսային բանակցություններ կան, կուլիսային պայմանավորվածություններ կան, եւ արդյոք այն, ինչ ներկայացվում է հասարակությանը, խորքում իր մեջ ունի ամբողջական ճշմարտություն, թե դետալիզացված ներկայացվում են այն կետերը, որոնք պարզապես անհրաժեշտ է կամ չեն առաջացնի հասարակության մոտ դիմադրություն։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ ընդգծում է, որ TRIP-ը դարձել է մի քանի գործընթացների առանցքային հանգույց հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների եւ տարածաշրջանային հաղորդակցությունների համատեքստում։ Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել են բացառապես TRIP նախագծի իրականացման հետ։
Մինչդեռ Թուրքիան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Արդյունքում ձևավորվել է 3 փոխկապակցված գործունեություններից բաղկացած շղթա։ Թրիփ նախագծի իրականացում, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոնք միմյանցից կախված ամբողջական փաթեթ են դարձել։ Այս պայմաններում դրանցից որևէ մեկի ցախողումը անմիջապես ազդում է մյուսների վրա։ Նրա խոսքով նախագծի հեռանկարը կախված է նաև արտաքին գործոններից, այդ թվում Իրանի դիրքորոշումից։ Վերջին պատերազմի ժամանակ Իրանը բազմիցս ցույց է տվել, որ կարող է հարվածել տարածաշրջանում ամերիկյան ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նախաձեռնություններին, ինչպիսին են նաև թրիփը։ Հետևաբար նախագծի իրականացումը հետայսու կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Իրանից։ Թրիփ նախագիծը Հարավային Կովկասը կապում է ավելի լայն միջին միջանցքին, որը Չինաստանը եւ Կենտրոնական Ասիան, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով միացնում է Եվրոպային։ Միացյալ Նահանգների առևտրի եւ զարգացման գործակալությունը հայտարարում է, սա ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ նաեւ ամերիկյան տնտեսական եւ ռազմավարական շահերի առաջխաղացման նախագիծ է։ Սակայն ուշագրավ է մեկ հանգամանք, թեև խոսքը տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին է, հրապարակումներում Հայաստանը գրեթե բացակայում է։ Հարց է առաջանում, Երևանը դուրս է մղվում գործընթացից, թե պարզապես բանակցությունները դեռ փակ փուլում են։ Ադրբեջանն այս նախագծում փորձում է ամրապնդել իր դերը որպես անփոխարինելի տարանցիկ հանգույց Կենտրոնական Ասիան արևմուտքին կապող առանցք։ Ադրբեջանի համար սա ունի ոչ թե տնտեսական կամ պարզապես լոգիստիկ, այլ քաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակություն։ Հետևաբար ստեղծված իրավիճակներում ցավոք սրտի միայն առանձին տեխնիկական հարցեր են, որ հաճախ համաձայնեցվում են Հայաստանի հետ։ Միացյալ Նահանգների համար սա հնարավորություն է նվազեցնելու Եվրոպայի կախվածությունը ավանդական էներգետիկ ուղիներից եւ ուժեղացնելու ներկայությունը Հարավային Կովկասում։ Եվրոպայի համար այլընտրանքային մտակարարման ճանապարհ եւ էներգետիկ ռիսկերի նվազեցում, բայց ամենազգայուն հարցը մնում է Հայաստանի դիրքը։ Այսպիսի իրավիճակներում բնականաբար այստեղ Հայաստանի շահի, կենսական շահի մասին խոսելը բավականին դժվար է։ Հատկապես երբ ճանապարհը ներկայացվում է որպես զուտ տնտեսական նախագիծ, իսկ տնտեսական նախագծերը սովորաբար ունենում են այսպես նախահաշիվներ, ունենում են ակնկալվող շահի մասին պատկերացումներ, իսկ որևէ հաշվարկ, որքանով ես տեղյակ եմ, դեռևս չկա, թե այս ճանապարհը ինչպիսի տնտեսական օգուտ կարող է բերել Հայաստանի Հանրապետությանը։ Եթե տարածաշրջանային խոշոր նախագծերը ձևավորվեն առանց Երևանի ներգրավվածության, դա կարող է Հայաստանի համար ստեղծել թե տնտեսական, թե քաղաքական ազդեցության սահմանափակումներ, նվազեցնելով նրա դերակատարությունը տարածաշրջանային հաղորդակցությունների համակարգում։ Մյուս կողմից Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափը կախված է ոչ միայն նախագծերի գոյությունից, այլ նաև այն պայմաններից, որոնց շրջանակում դրանք իրականացվում են։ Այդ համատեքստում Երևանի դիրքավորումը կարող է լինել թե ավելի սահմանափակ, թե ավելի ակտիվ, կախված բանակցային եւ քաղաքական գործոններից։ Այսպիսով ձևավորվում է հետևյալ տրամաբանությունը. եթե չկա թրիփ, ապա դժվար է պատկերացնել հայ-ադրբեջանական խաղաղության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացը։ Իսկ եթե թրիփը չիրականացվի, ապա մեծանում է այլընտրանքային ավելի ռիսկային սցենարների հավանականությունը։ Այլընտրանքների բացակայությունը Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հաշվարկների հերթական տապալումն է։ Ստացվում է, թրիփը միայն տրանսպորտային կամ տնտեսական նախաձեռնություն չէ, այն վերածվում է Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական դասավորության, որտեղ ձևավորվում են ազդեցության նոր կենտրոններ եւ վերաիմաստավորվում են տարածաշրջանի երկրների դերերը։ Փակ դռների հետևում զարգացող լարվածություն երբեմն դուրս է գալիս թվերի տեսքով։ 6 ինքնասպանության փորձ, 1 մահ ընդամենը մի քանի ամսում։ Արմավիր քրեակատարողական հիմնարկում մարտից սկսված հացադուլներն ու ինքնավնասման դեպքերը նոր հարցեր են առաջ բերում համակարգի աշխատանքի վերաբերյալ։ Դատապարտյալները պնդում են, պատշաճ բժշկական օգնություն չեն ստանում, իսկ երբեմն բողոքի միակ միջոցը դառնում է սեփական առողջությունը վտանգելը։ Պաշտոնական կառույցները խնդիրը տարբեր կերպ են մեկնաբանում։ Ինչ է իրականում տեղի ունենում Արմավիր քրեակատարողական հիմնարկում, բողոքի ծայրահեղ ձևեր, թե անլուծելի խնդիրներ, Սեդա Կիրողյանի ռեպորտաժում։
Արմավիր քրեակատարողական հիմնարկում մարտից հացադուլների եւ ինքնասպանության փորձերի շղթա է սկսվել։ Ինքնասպանության փորձի 6 դեպք է եղել մարտից ի վեր։ Երկուսը բողոքել են, նշելով, որ պատճառը ոչ պատշաճ տրամադրվող բժշկական օգնությունն է։ Դատապարտյալներից մեկը նախ հացադուլ է սկսել, ապա ինքնասպանության փորձն է արել։ Նրա հարազատը պատմում է, այս ընթացքում դատապարտյալին տեղափոխել են հիվանդանոցից հիվանդանոց, բայց նա որևէ բուժում չի ստացել։ Երբ որ դու թուղթը պահանջում ես, ասում դու իրավունք չունես պետության մասնա, դա ինչ է արվել եկել։ Ես չեմ հասկանում, ես մասնակից ոչ բժիշկ եմ։ Ֆորսան դրանք հետազոտում Այս դատապարտյալը միակը չէ, որ ինքնասպանության փորձ է արել պատշաճ առողջական օգնություն չստանալու պատճառով։ Դատապարտյալները պնդում են, դիմում են քրեակատարողական ծառայությանը, բայց որևէ արձագանք չեն ստանում։ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ից հայտնում են, խնդիրը ՔԿՀ ՊՕԱԿ կապը չէ։ Բուժօգնության կազմակերպման բաժնի պետը խնդիրը դատապարտյալների հետ է կապում։ Այդ դեպքերից երկու կախվելու եղանակով ինքնասպանության փորձի դեպքերից մեկը Արմավիր քրեակատարողական հիմնարկում անձը, ում համար արվել է, արվում է ու առհասարակ չկա ցուցում, որ արված չլինի։ Երկրորդ դեպքը շտապ դեպք է, շտապ առողջական խնդիր է առաջացել, որ ինքը պահանջել է հենց այդ պահին, ոչ աշխատանքային ժամի գիշերով, բնականաբար կանչվել է շտապ օգնությունը, բնականաբար բուժօգնություն տրամադրվել է, բայց ինքը պահանջել է, որ ես հենց հիմա պետք է գնամ իմ բժշկի մոտ Աստղիկ բժշկական կենտրոն։ Պաշտոնական տվյալներով համակարգում վերջին 15 տարում մահվան ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել։ Միայն Արմավիր քրեակատարողական հիմնարկում անցած տարում 3 դատապարտյալ ինքնասպան է եղել։ Այս տարվա 6 դեպքից մեկն էլ մահով է ավարտվել։ Մնացածին հասցրել են փրկել կամ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կամ մյուս դատապարտյալները։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կարծում են հարցերը խորքային են, սկսած հոգեբանի ծառայության խնդիրներից մինչև առողջության ապահովում։ Խնդիրները դուրս բերելու համար առանձնազրույց են ունեցել նաև վերջին հացադուլին մասնակցած դատապարտյալների հետ։ Հիմնական խնդիրները դրանք վերաբերել են կալանքի կիրառման հետ, համաչափությանը, վերաբերել են առողջության պահպանման իրավունքի իրացման հետ, դրանք վերաբերել են հոգեկան առողջության խնդիրներին, տարբեր միջանձնային հարաբերություններին, պատճառները շատ տարբեր են եղել։ Այդ թվում անձնական, ընտանեկան խնդիրներին առնչվող հարցեր են եղել։ Խնդիրները կարգավորելու համար մարդու իրավունքների պաշտպանը իր տարեկան զեկույցում իրավասու մարմիններին կոչ է արել ռիսկի գնահատում իրականացնել եւ մեթոդներ մշակել։ Թեև քրեակատարողական բժշկության կենտրոնում նշում են, որոշ դեպքերում ինքնավնասումը դառնում է գործիք պահանջը առաջ տանելու համար, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում Արմավիր քրեակատարողական հիմնարկի վիճակը մտահոգիչ են համարում, շեշտելով, որ կան չլուծվող համակարգային խնդիրներ։ Քրեակատարողական հիմնարկից իրավիճակը որևէ կերպ չմեկնաբանեցին, ընտրեցին գրավոր հարցում ուղարկել։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մասուդ Փեզեշքյանը կոչ է արել քաղաքացիներին խնայողաբար գործածել էլեկտրաէներգիան։ Նրա խոսքով Իրանի թշնամիները թիրախ են դարձրել Թեհրանի ենթակառուցվածքները, նպատակ ունեն դժգոհություն սերմանել բնակչության շրջանում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պակիստանում է, Իսլամաբադում ընթանում է Արաղչիի եւ Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրի հանդիպումը։ Իրանական Թասնիմ լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ Թեհրանը որևէ ծրագիր չունի բանակցելու Ուիթքոֆի եւ Քուշների հետ, որոնք մեկնելու են Պակիստան։ Գործակալության տվյալով արտգործնախարար Արաղչին Իսլամաբադում է պակիստանյան կողմի հետ քննարկելու պատերազմի դադարեցման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Զուգահեռ Սպիտակ տունը հայտարարել է Իրանի հետ երկխոսության առաջընթացի մասին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ իրանցիները կապ են հաստատել եւ խնդրել դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել։ ԱՄՆ նախագահն էլ որոշել է գործուղել Սթիվ Ուիթքոֆին եւ Ջարեդ Քուշներին լսելու Թեհրանի առաջարկները։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկել դաշնային մակարդակով մահապատիժը վերականգնելու համար։ Այդ միջոցառումները ներառում են մահապատժի մեթոդների շրջանակի ընդլայնումը, այդ թվում գնդակահարությունը։ Նախարարությունը հայտարարել է, որ վարչակազմը ձախողվել է ԱՄՆ ժողովրդին պաշտպանելու իր պարտականության մեջ, չկարողանալով հետապնդել ամենավտանգավոր հանցագործներին, այդ թվում տերորիստներին, մանկասպաններին եւ ոստիկաններին սպանողներին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին, մաղթում եմ հաճելի հանգստյան օր, հաջողություն։ Եկեղեցու դեմ պայքարի նոր դրսևորում եւ վտանգավոր խոսույց Սփյուռքի ներկայացուցիչ լեզվով ինչ է իրականում տեղի ունենում։ Ուրացում, թե նոր քաղաքական ձևակերպումներ, երբ անժխտելին սկսում են